Ինչ է երկրաշարժը և ինչպես նրանից պաշտպանվել։ Երկրաշարժն ամենահզոր և ամենավտանգավոր բնական երևույթներից մեկն է։ Այն արտահայտվում է ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով։ Որտեղ էլ որ դուք գտնվեք, միշտ պետք է պատրաստ լինել աղետին։ Երկրաշարժից պաշտպանվելու համար պետք է իմանալ մի քանի կանոն, որոնք կարող են փրկել ձեր կյանքը։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում, եթե հնարավոր է դուրս եկեք շենքից, համոզվեք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա։ Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվեք անվտանգ վայրում։ Հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում։ Կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ։ Դուրս մի եկեք տանիքներ կամ պատշգամբներ և հեռու մնացեք պատուհաններից։ Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները։ Հանգստություն պահպանեք, ամբոխից հեռու մնացեք, խուսափեք աստիճաններից և մուտքի դռներից։ Եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում, հեռու մնացեք լապտերներից, մետաղալարերից, շենքերից, ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն։ Ծածկեք գլուխը ձեռքով կամ պայուսակով։ Մի մտեք ստորգետնյա անցումներ։ Եթե դուք մնացել եք ավերակների տակ, կրակը մի վառեք, մի շարժվեք, փակեք բերանը թաշկինակով կամ շորի կտորով։ Փորձեք հասկանալ, թե որտեղ եք գտնվում, արդյոք ելք կա, արդյոք այլ մարդիկ կան ձեր կողքին։ Թաքեք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը։ Սուրճ օգտագործեք, եթե ունեք իհարկե։ Միայն ծայրահեղ դեպքում գոռացեք, որպեսզի փոշի կուլ չտաք։ Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձեք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվեք սուր առարկաներով։